Եթե վերլուծելու լինենք վերջին քաղաքական զարգացումները եւ այսպես ամփոփենք, ձեր կարծիքով ներկա քաղաքական իրավիճակի պատճառը որն էր, որ այսպես եղավ եւ ինչ սպասել արդյունքում։ Ցանկացած նորմալ երկրում կուսակցական համակարգը հանդիսանում է պետականության հիմքը։ Եվ կուսակցությունները իրար հետ մրցակցելով, ապահովելով ժողովրդի ներկայացվածությունը, ժողովրդի իշխանությունը բարձրագույն մարմիններում, ապահովում են արդյունավետ կառավարումը եւ պետության բարեկեցությունը։ Հայաստանում հակառակն է, քանի որ իշխում են ոչ թե քաղաքական կուսակցությունները, այլ ուրեմն ոչ քաղաքական կլանները եւ խմբավորումները, հիմնականում կրիմինալ ծագման։ Ով շահեց եւ արդյունքում հակառակը ով միգուցե տուժեց։ Եթե դիտարկում ենք իշխանությունների տեսանկյունից, իրենք իբր շահեցին, բայց ես միշտ կրկնում եմ, դա Պյուրոսյան հաղթանակ էր, որտեվ իրենք հերթական անգամ մղեցին ուժեղացրեցին արտագաղթի ալիք, օրինակ դրանից իրենք շահեցին, թե չէ, ես չգիտեմ։ Կարճաժամկետ միգուցե պահպանելով սեփական իշխանություն եւ մի քիչ ավելի թալանելու հնարավորություն ստանալով, միգուցե իշխանությունները միշտ էլ փորձել են իրենց ընդդիմադիրներին, իրենց օպոնենտներին, հանդիմախոսներին թույլատրել, պառակտել, իրենց իշխանության պահպանում տեսնում իրենք արդեն տեսնում են ոչ թե մարդկանց մոտ, քաղաքացիների մոտ իրենց վստահությունը ամրապնդելու, ավելացնելու մեջ, այլ իրենց մրցակիցներին թույլատնելու, հարվածելու, այսպես ինչ որ տեխնոլոգիաներ կիրառելու մեջ, որը որ անհետ է ուղղակի։ Ինչ պակասեց ԲՀԿ-ին։ Այն համախմբումը, որ տեղի ունեցավ հայտնի իրադարձությունների արդյունքում, այսինքն 3 հիմնական քաղաքական ուժերի, ԲՀԿ-ի, Ժառանգության, ՀԱԿ-ի այդ համախմբումը աննախադեպ էր, որովհետև շատ տարբեր ուժեր են իրականում։ Ընդհանրապես պետք էր դիմակայել եւ չվարանել այդ ճնշումներից եւ ամեն ինչ լավ էր լինելու, ցավոք սրտի ամեն դեպքում այդպես չեղավ եւ ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը եւ իր հետագա քայլերը, ես չեմ ոչ ուզում եմ քննադատեմ, ոչ էլ ուզում եմ մեղադրեմ, դա Գագիկ Ծառուկյանի որոշումն էր, դա ԲՀԿ-ի որոշումն էր, եւս մեկ անգամ ժողովուրդը հուսախաբ եղավ։ Ինչ է կատարվում, ժողովուրդը ամեն անգամ հույս է կապում ինչ որ քաղաքական գործընթացի հետ, չասեմ քաղաքական ուժերի հետ, բայց մասամբ նաեւ քաղաքական ուժերի հետ, նրանց համախմբման այդ գործընթացի հետ։ Եվ ամեն անգամ ինչ որ պատի է դեմ առնում այդ ամեն ինչ, այսինքն ժողովրդի իղձերը առաջ մղող ուժերը չեն կարողանում հաղթահարել այդ պատը իշխանությունների կողմից ձևավորված։ Շատ ափսոս ցավալի է, որ մեր հասարակությունը ելքը գտնում է ավելի շատ արտագաղթի մեջ, մեր մարդիկ, մեր հայ մարդիկ ավելի այդ անարդարության դեմ պայքարից միգուցե շատերը հոգնած արդեն այդ ամեն ինչից ուղղակի թքում են թողում դուրս են գալիս երկրից, որը շատ վտանգավոր եւ սխալ ճանապարհ է, որտեվ ամեն դեպքում որևէ երկիր մի օրում չի կառուցվել։ Ստեղծված իրավիճակում բոլորը այսպես փորձում են կանխատեսումներ անել, մի մասը որ ԲՀԿ-ի առումով ինչ որ վատատեսական կանխատեսումներ է անում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում բավականին անդամներ այսպես լքեցին կուսակցությունը, ոչ թե կանխատեսում, այլ եթե փորձեք ինչ որ հնարավոր հեռանկարներ տեսնել, ինչ է սպասվում ԲՀԿ-ին եւ ընդդիմությանը ընդհանրապես։ Երբ որ ԲՀԿ-ից առաջին անգամ սկսեցին լքել մի քանի պատգամավոր, նաև ֆրակցիայից դուրս եկան, նաև ինչ որ մարդիկ դուրս եկան կուսակցությունից, դա այն փուլն էր, երբ որ ԲՀԿ-ն գտնվում էր զուտ իր ընդդիմադիր կեցվածք էր ընդունել եւ իշխանությունների հետապնդումների ներքո։ Այդ ժամանակ մենք ասում ենք, ես անձամբ էլ ողջունում եմ ԲՀԿ-ն եւ ասում եմ, որ ինքը առողջացման գործընթացում է գտնվում։ Այսինքն բալաստից է ազատվում հիմա, այսինքն այն մարդկանցից, որոնք վստահելի չեն, որոնք իշխանական ինչ որ կապեր ունեն եւ այլն, խոցելի են, թույլ օղակներից ազատում են։ Դա իրոք առողջացման գործընթաց է։ Հիմա հակառակ process-ն է։ Հիմա երբ որ ինքը հրաժարվեց այդ կեցվածքից, հրաժարվեց հետագա պայքարից, իրեն լքում են հենց առողջ հատվածը, այն հատվածը, որը հույսեր էր կապում իր հետ։ Ամեն դեպքում ես չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ, որովհետև դա ներքին խնդիրն է ԲՀԿ-ի եւ ես ամեն դեպքում կցանկանամ, որ հնարավորինս երկար կարողանա ինքը դիմակայել այդ ճնշումներին, որոնք շարունակվում են միգուցե։ Ինչ է կարծում ստեղծված իրավիճակում պետք է սպասել սահմանադրական փոփոխությունների, թե ոչ, թե իշխանությունը արդեն կսահմանափակվի ստեղծված իրավիճակով, այսպես թվացial ձեր ինչպես դուք նշեցիք առավելությամբ։ Կոնկրետ խնդիր ունի դրված իշխանության երկարաձգում, հավերժացում ցանկալի է, կոնկրետ Սերժ Սարգսյանը շատ ուզում է, որ շարունակի կառավարի երկիրը, հիմա էլ նոր կարգավիճակով, որպես կուսակցության ղեկավար, արդեն կուսակցապետության ամրապնդման պայմաններում։ Անունը դրել են պարլամենտական հանրապետություն, բայց իրականում ձևավորում են կուսակցապետություն, այսինքն հանրապետական կուսակցությունը մշտապես դառնալու է մեծամասնություն պարլամենտում, ինքը նշանակել է վարչապետ, իսկ ազգային ժողովի նախագահն է այնպիսի մեծ լիազորություններ ունենալու, որը գրեթե համարժեք է լինելու այսօրվա նախագահի լիազորություններին, այդպես շարունակեն։ Ես չեմ տեսնում, որ իրանք կդադարեցնեն, մանավանդ այս դիմադրությունը, երբ որ թույլացել է իրենց այդ նպատակներին։